Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն նոյեմբերի 26-ն է եւ այս հաղորդման մեջ հիմնականում կրկին ուշադրությունը լինելու է միջազգային հարցերի վրա, քանի որ իրոք պատմական իրադարձություններ են տեղի ունենում Ուկրաինայի շուրջ ու Հայաստանի մասով էլ մեծ հաշվով կրկին ոչինչ չունենք խոսելու։ Կա մի երկու հարց, որին կարելի է անդրադառնալ, որից հետո անպայման արդեն պետք է քննարկենք միջազգային իրադարձությունները, քանի որ կրկնեմ հիմնական ուշադրությունը ամբողջ աշխարհի սևեռված է հիմա Ուկրաինայի վրա եւ հետաքրքիր արտահոսքեր կան, հետաքրքիր հայտարարություններ կան, որոնք որ արդեն մեզ հուշում են, թե մոտավորապես ինչ ընթացք կարող է ունենան այս բանակցությունները։ Սկսենք Հայաստանից եւ կարեւոր է նշել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն շատ կարևոր հայտարարություն է արել Ադրբեջանի եւ Հայաստանի մասով, Հարավային Կովկասի մասով, ասելով, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև իրավիճակը լավ է, այդ թվում շնորհիվ նախագահ Թրամփի, բայց նույն ժամանակ Վրաստանի մասով ինքը դժգոհություն է հայտնել, իր դուրը չի գալիս այն ամենը, ինչ տեղի ունենում Վրաստանի ազգային ժողովի նախագահ Շալվա Պապուաշվիլին էլ արձագանքել է այդ հայտարարությանը, ասելով, որ Վրաստանը 17 տարի է սպասում է ՆԱՏՕ-ին անդամակցելուն, այդ հարցը ամրագրված է Վրաստանի սահմանադրության մեջ եւ մինչեւ օրս կոնկրետ քայլ չի իրականացվել ՆԱՏՕ-ի կողմից, չնայած որ Վրաստանը պատրաստ է եւ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ էլ կան, որոնցից որ նույնիսկ առաջ է տարբեր հարցերով եւ բարեփոխումներով ու ասում է, որ Վրաստանի հասարակությունը այլևս չի հավատում այդ հայտարարություններին, անընդունելի է վրացական հասարակության համար։ Այսինքն փաստացի մենք տեսնում ենք, որ Շալվա Պապուաշվիլին հաստատում է, որ Վրաստանը պատրաստ է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ուղղակի ՆԱՏՕ-ն պատրաստ չէ Վրաստանին ընդունել իր կազմի մեջ եւ 17 տարի է 2008 թվականից ուղղակի խոսում են, որ հա Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, բայց մինչև օրս փաստացի չեն ընդունել Վրաստանը իրենց կազմում։ Դրանից բացի Հայաստանին վերաբերվող հարցերի շուրջ առանձնացրի մեկ հետաքրքիր հաղորդագրություն, որը վերաբերվում է նրան, որ դեկտեմբերի 1-ից 3-ը հայկական պատվիրակությունը մեկնելու է Բելգիա, որպեսզի այնտեղ մասնակցի Եվրամիություն Հայաստան հերթական հանդիպմանը եւ պատվիրակության կազմը ղեկավարելու է արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ բանակցություններ են հիմնականում այնտեղ տեղի ունենալու Հայաստանի եւ Եվրամիության միջև հիմնական կետերը կարծում եմ բոլորին էլ հիմնական գաղափարը կարծում եմ բոլորին էլ բարձ է այս փուլում Հայաստանի համար վիզաների ազատականացումը եւ ավելի խորացումը հայ-եվրոպական հարաբերությունների։ Այդ խորհուրդը լավ է, որ կա ձևավորված է եւ շատ լավ է, որ մեկ-մեկ այդ խորհրդի ներքո հանդիպում են Եվրոպայի եւ Հայաստանի ներկայացուցիչները, բայց կարծես վերջին շրջանում որոշ пассивություն եմ նկատում հայ-եվրոպական հարաբերությունների մեջ։ Ընդհանուր առմամբ աննախադեպ ակտիվություն կա վերջին տարիների, բայց վերջին այս 1-2 ամիսների մեջ ես որոշ пассивություն եմ տեսնում։ Հույսով եմ այդ пассивությունը կփոխարինվի կրկին ակտիվության։ Հիմա ավելի ակտիվ են դարձել հայ-ամերիկյան հարաբերությունները, ըստ ինձ։ Դե լավ, անցնենք միջազգային հարցերի քննարկմանը, սիրելի հայրենակիցներ, եւ Ուկրաինայի շուրջ շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում։ Շատերն են խճճվում հիմա խոսելով Ուկրաինայից, շատերը փորձագետներ, տարբեր լրագրողներ, որոնք որ փորձ ունեն խոսելու Ուկրաինայից, խճճվում են եւ դժվար է տալ որևիցե գնահատական։ Այդքան բարդ է իրավիճակը Ուկրաինայի շուրջ, բայց մենք ունենք կարևոր հայտարարություններ եւ արտահոսքեր եւ կարող ենք խոսել նրանից, թե այս պահին ինչ է քննարկվում եւ ինչ է տեղի ունենում։ Եվ ըստ Reuters գործակալության Ուկրաինան Ժնևում բանակցություններից հետո պատրաստ է ընդհանուր առմամբ, այսինքն այդ մի քանի կետերի փոփոխությամբ կամ ընդհանրապես մի քանի կետերի չեղարկմամբ ընդունել այդ խաղաղության ծրագիրը, որը որ առաջարկվել է հիմա
Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, ասենք թե Ամերիկայի Միացյալ Նահանգների միջոցով։ Այսինքն ըստ Reuters-ի մեծ հաշվով Ուկրաինան պատրաստ է համաձայնվել այդ առաջարկի հիմնական կետերի հետ։ Մեկ այլ տեղեկության համաձայն, էլի մի քանի լրատվամիջոցների համաձայն, նաև FT-ի համաձայն, Ուկրաինան համաձայնել է կրճատել իր զորքերի քանակը մինչև 800,000-ի։ Այդ կետը եւս կար, այդ կետի շուրջ մեծ քննարկումներ էին, հիմնականում հրաժարվում էր Ուկրաինան կրճատել իր զորքերի քանակը, բայց հիմա կարծես թե այս պահի դրությամբ շատ կարևոր է այս բառերը օգտագործել, սիրելի հայրենակիցներ, վաղը կարող է լրիվ այլ տեղեկություններ ստանանք, բայց այսօրվա տվյալներով Ուկրաինան համաձայնել է կրճատել իր զինված ուժերի քանակը։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սպիտակ տան մամուլի խոսնակ քարտուղար Քերոլին Լիվիթը շատ կարևոր հայտարարություն է արել այս հարցի շուրջ, այսինքն ռուս-ուկրաինական պատերազմը ավարտին հասցնելու շուրջ։ Նրա խոսքերով Ամերիկայի Միացյալ Նահանգները զգալիորեն առաջընթաց են գրանցել կարգավորման հարցում համաձայնագրի շուրջ, կոնկրետ կան զգայուն, բայց ոչ անլուծելի հարցեր ըստ նրա, եւ դրա վրա աշխատում են, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները կապի մեջ է Ռուսաստանի, Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։ Դրանից բացի, սիրելի հայրենակիցներ, Axios-ի տեղեկություններով Զելենսկին պատրաստ է նոյեմբերի 27-ին հանդիպել Դոնալդ Թրամփի հետ եւ ստորագրել Ամերիկայի կողմից առաջարկվող ծրագիրը։ Կրկնեմ, շատ կարևոր է, այդ ծրագրի մեջ փոփոխություններ են մտցվել Ժնևում եւ եթե նույնիսկ Զելենսկին ինչ-որ մի բան ստորագրի կամ համաձայնվի, ապա ես գրեթե համոզված եմ 100%-ով, որ միանշանակ այդ կրճատված կետերով, փոփոխություններով փաստաթղթի տակ է ստորագրելու Զելենսկին։ Դոնալդ Թրամփը եւս հայտարարությամբ է հանդես եկել եւ նա ասում է, որ ինքը կարծում է, որ շատ մոտ է Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործարքին ու ասում է, որ 9 ամիսների ընթացքում ինքը կանգնեցրել է 8 պատերազմ եւ աշխատում է վերջին պատերազմի վրա։ Վերջին պատերազմը ռուս-ուկրաինական պատերազմն է։ Եվ միանգամից դրանից հետո մենք նաև տեղեկանում ենք, որ Սթիվ Ուիտկոֆը մեկնում է Մոսկվա։ Մենք երեք խոսել ենք նաև այն մասին, որ ամերիկյան բարձրաստիճան զինվորականներ են մեկնում Մոսկվա։ Հիմա կարևոր է խոսել, թե ինչ հրապարակում է արել Bloomberg-ը, ինչ բացահայտում է արել Bloomberg-ը, այսինքն արտախոսք է հրապարակվել Bloomberg-ի մեջ տարբեր հեռախոսազրույցների, ռուսական կողմի հեռախոսազրույցների իրենց մեջ, նաև Ուիտկոֆի եւ Ուշակովի հեռախոսազրույցն է հրապարակվել, ու այդ հեռախոսազրույցի մեջ, որը որ փաստացի հրապարակվել է, որը որ վերծանել են, Ուիտկոֆը Ուշակովին խորհուրդ է տվել, թե ինչպես պետք է վերաբերվել Դոնալդ Թրամփի հետ, ինչպես պետք է անել, որպեսզի Դոնալդ Թրամփը համաձայնվի իրենց խորհուրդներին, իրենց առաջարկներին, ու այդտեղ նաև հստակ երևում է, թե ինչպես պետք է սիրաշահել Դոնալդ Թրամփին, ասելով, որ ինքը խաղաղություն է ուզում, խաղաղարար է եւ ամեն ինչ անում է, որպեսզի հասնի խաղաղության։ Հստակ այդտեղ երևում է, թե ինքը ինչպես է վերաբերվում նաև Վլադիմիր Պուտինին, Ուշակովին ասում է, թե գիտես չէ, ինչպես են վերաբերվում Վլադիմիր Պուտինին, որքան լավ վերաբերմունք, նույնիսկ զգացմունքներ երևի ունի ինքը Պուտինի նկատմամբ, այսինքն փորձում է հստակ ցույց տալ ռուսական կողմին, որ ինքը նաև պրոռուսական դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչ, ասենք, չէ, երևի, դե բիզնեսմենին բավականին լուրջ պաշտոնի են նշանակի, բավականին լուրջ գործ են տվել, դրա համար ասենք քաղաքական գործիչ է դարձել Ուիտկոֆը, հաստատի պատերազմը կարգավորվող ամենակարևոր անձերից մեկն է հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու նաև այդ հեռախոսազրույցից կրկին մեկ անգամ հստակ է դառնում այն, որ որքան մեծ ազդեցություն ունի նույն Ուիտկոֆը Թրամփի վրա, փորձում են համոզել, հասկացնել, ազդել տարբեր ձևերով Դոնալդ Թրամփի վրա
եւ նույն Վիտկոֆի միջոցով Ռուսաստանը փոխանցում է այդպիսի ծրագրեր, այդպիսի կետերով ծրագիր Ուկրաինայի շուրջ։ Ու հետաքրքիր մեկ այլ տեղեկություն եւս մենք ունենք, սիրելի հայրենակիցներ, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան կրկին սկսել են ուղիղ բանակցություններ Աբու Դաբիում, այսինքն ռուսները եւ ամերիկացիները բանակցում էին եւ հետո այդ բանակցություններին է միացել նաեւ ուկրաինական կողմը։ Եվ այդ տեղեկությունները նաեւ Axios-ն է հաստատում, որ հենց Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակցությունների ընթացքում ուկրաինական կողմը եւս արագ այնտեղ է հայտնվել։ Տարբեր հայտարարություններով են հանդես գալիս նաեւ եվրոպական երկրների առաջնորդները, օրինակի համար Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը հայտնել է, որ իրենք Ժնևում շատ պրինցիպիալ որոշում են կայացրել, որ պետք է բանակցեն այդ կոնկրետ Թրամփի կողմից առաջարկված կետերի շուրջ եւ չեն ստեղծելու այլընտրանքային ինչ-որ ծրագիր, բայց նույն ժամանակ նա ասում է, որ Թրամփի ծրագիրը պետք է համաձայնության արժանանա նաև ՆԱՏՕ-ի մնացած երկրների կողմից, քանի որ այդ փաստաթուղթը վերաբերվում է նաև այդ երկրների շահերին, առնչվում է նաև այդ երկրների շահերի հետ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւս հայտարարությամբ է հանդես եկել ու ասել է, որ ոչ ոք չի կարող ուկրաինացիների անունից խոսել, թե ինչ տարածքային զիջումների պետք է գնա Ուկրաինան, այսինքն այդ հարցը միայնում է պետք է Ուկրաինան որոշի, կրկին խոսվում է ֆրանսիական զորքը տեղակայելու մասին Ուկրաինայում, եթե արագ հիմա պատերազմը ավարտվի, ապա պատրաստ են զորքեր տեղափոխվել Ուկրաինա, բայց ասում են, թե նպատակը մեկն է, որպեսզի օգնեն ուկրաինական զինվորականներին, ուկրաինացի վերապատրաստել Ուկրաինայի բանակը։ Եվ այս ֆոնին Լավրովն է հանդես եկել հայտարարություններով ու ասում է, որ Եվրամիությունը ուներ շանս, ուներ հնարավորություն մասնակցել ռուս-ուկրաինական այս կարգավորման գործընթացին, բայց նրանք այդ ամենը տապալել են ու նա նաև ասում է, որ հիմա այդ բանակցություններից հետո եթե շատ լուրջ փոփոխության ենթարկվի այդ տեքստը եւ հակասի Ալյասկայում Անկորիջում ձեռք բերված պայմանավորվածություններին, դա լրիվ պրինցիպիալ այլ իրավիճակ է ստեղծելու, այսինքն ակնարկում է, որ եթե հիմա դուք լուրջ փոփոխության ենթարկեք մեր առաջարկած այդ կետերը եւ շատ կետեր հանեք, ապա հնարավոր է մենք ընդհանրապես չընդունենք այդ ձեր փոփոխության ենթարկած փաստաթուղթը։ Փաստացի սա է, սիրելի հայրենակիցներ, դուրս գալու։ Հիմա սիրելի հայրենակիցներ, իմ պատկերացումը, թե ինչ է իրականում տեղի ունենում։ Այդ գաղտնազերծած հեռախոսազրույցները բավականին կարևոր են մեզ համար հասկանալու, որ իրոք այդ ծրագիրը ռուսական արմատներ ունի եւ Վիտկոֆը ավելի շատ սպասարկում է Ռուսաստանի շահերը։ Երկրորդը այն է, որ Ուկրաինան Եվրամիության հետ միասին միանշանակ շատ խորամանկ եւ խելացի որոշում է կայացրել։ Դե Զելենսկիի հայտարարությունից ես այդ տպավորությանը միանգամից հանգեցի, չնայած հետո տարբեր փորձագետների կարծիք լսեցի, մի փոքր դրանք ինձ խճճեցին, անկեղծ ասեմ, բայց նույնիսկ այդ ժամանակ արդեն պարզ էր, որ Զելենսկին գնալու է որոշ զիջումների եւ այդ զիջումները մշակվել են նաև եվրոպական գործընկերների հետ, այսինքն այդ խորհրդակցություններից հետո որոշում է կայացվել, որ հիմնական կետերը, որոնք որ առաջարկվել է Դոնալդ Թրամփի կողմից կամ Ռուսաստանի կողմից Դոնալդ Թրամփի միջոցով, Զելենսկին ընդունելու է եւ նպատակը մեկն է, որ Ռուսաստանը հետո ինքը հրաժարվի խաղաղության գնալ։ Մի քանի կետ հանել են, մոտ 8-9 կետով նվազեցվել է, 28-ից հասցվել է 19-ի, եթե չեմ սխալվում։ Ու դրանից բացի մի քանի կետ էլ փոփոխության է ենթարկվել։ Այդ փոփոխությունները միանշանակ ռուսներին դուր չեն գալու, բայց այդտեղ նաև կան այնպիսի կետեր, որ Ուկրաինայի սրտովը չեն, միանշանակ, օրինակի համար Դոնբասի հետ կապված կետը
կարող է Ուկրաինան զիջել Դոնբասը ամբողջովին, կարող է գնալ զորքի կրճատման մինչև 800,000 եւ էլի շատ ցավալի կետեր Ուկրաինայի համար, բայց մի շարք բազմաթիվ կարևոր նաեւ կետեր Ռուսաստանի համար փաստաթղթից հանվել են եւ կրկնեմ շատ կարևոր խորամանկ խելացի քայլ է անում Ուկրաինան, քանի որ իրանք շատ լավ հաշվարկել են թե ինչից կարող է հրաժարվել Վլադիմիր Պուտինը։ Եվ ես կարծում եմ, սա իմ նախնական պատկերացումն է, եթե Թրամփի եւ Զելենսկիի միջև հանդիպումը տեղի ունենա դրական մթնոլորտում, այսինքն մենք տեսանք, որ Ժնևից հետո Մարկո Ռուբիոն, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտարարությամբ հանդես եկավ եւ նա ասաց, որ շատ լավ բանակցություններ էին, շատ արդյունավետ, ինքը շատ գոհ է, նույնիսկ ասաց, որ հնարավոր ամենալավ բանակցություններն էին, որոնց որ ինքը մասնակցել էր Ուկրաինայի շուրջ։ Եթե մոտավոր նման հայտարարություններ լսենք նաև Թրամփից, նման ոճի հայտարարություններ Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո, ապա գնդակը կհայտնվի արդեն ռուսական դաշտում։ Եվ ամենայն հավանականությամբ այդ փոփոխված ծրագրի մեջ եւ այդ հանված կետերի պատճառով Ռուսաստանը կհրաժարվի այդ փաստաթղթի տակ ստորագրել, այսինքն այդ փաստաթղթով գնալ խաղաղության հաստատմանը։ Հնարավոր է սխալվում եմ, հնարավոր է ռուսներն էլ այն իրավիճակում են հիմա, որ գնան այդ փաստաթղթի ընդունմանը, անկեղծ ասած, եթե իրենք գնան այդ փաստաթղթի ընդունմանը, այսինքն փոփոխված տարբերակին, դա կնշանակի իրոք փոխզիջումներ Ռուսաստանի կողմից նույնպես շատ լուրջ փոխզիջումներ։ Եվ այդ ժամանակ հստակ կարելի է ասել, որ Ռուսաստանի կողմից որևէ հաղթանակի մասին որևիցե խոսք ընդհանրապես չի կարող լինել։ Ես համոզված եմ, որ նույնիսկ եթե այդ 28 կետանոց փաստաթուղթներ ստորագրվեր, յուրաքանչյուր խելացի մարդ շատ պարզ տեսնում է, որ Ռուսաստանը չի հասել իր նպատակներին։ Այսինքն Ուկրաինան կմնար անկախ, Ուկրաինան կպահպաներ իր անկախությունը։ Եվ հետևաբար չեմ ասում, որ Ուկրաինան հաղթող կողմ է, Ուկրաինան էլ է պարտություն կրելու այդ փաստաթղթով, բայց Ռուսաստանն էլ հաղթանակ չէր տանել։ Ռուսաստանն էլ ինչ-որ միտեղ պարտություն կրած դուրս կգար, ավելի շատ հաղթանակ տարած կլիներ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ հետո նոր Եվրոպան։ Այս փաստաթղթով փոփոխված Ռուսաստանի հաղթանակի մասին խոսելը ընդհանրապես անիմաստ է դառնում։ Այսինքն լուրջ փոփոխության ենթարկված կլինի այդ փաստաթուղթը եւ դրա համար Զելենսկին համոզված է, ես կարծում եմ ինչպես նաեւ եվրոպացիները, որ եթե իրենք կարողանան հաղթանակ տանել նրանում, որ Թրամփի հետ բանակցությունները հաջող ընթանան, Թրամփը այդ ծրագիրը արդեն ներկայացնի Վլադիմիր Պուտինին, ապա դա կլինի միանշանակ Ուկրաինայի եւ եվրոպացիների համատեղ հաղթանակ։ Ահա այսպես եմ ես տեսնում իրավիճակը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։